Բոլորին բարի օր։ Ներողություն, համ պետք է կոֆե խմեմ, համ ծխեմ, համ խոսամ։ Բայց խոսալու եմ ոչ այդքան երկար։ Ուսում հարցամ այդ բոլոր ընդդիմադիր կոչված ուժերին, նախկին իշխանավորներին, առանց ոչ մեկիդ վիրավորել, չեմ ուզում վիրավորել։ Նախկին իշխանավոր ասելով, որ աշխատել եք Նիկոլ Փաշինյանի հետ որոշ ժամանակահատված, հետո դուրս եք եկել Նիկոլ Փաշինյանի մոտից կամ հեռացրել ա ձեզ աշխատանքից, հա։ Այսօր ինչ-որ սրբի պսակ եք դրել ձեր գլխին, ասում եք, այ մենք սենց կարայինք անենք, բայց չարեցինք։ Այ մենք սրա համար դուրս եկանք, որ մեզ չասեն դավաճան։ Բայց հիմա ձեր մասին իմ հիմնական հարցը ուղղված է այդ ձեր բոլորին, ընդդիմադիր թևերին, նախկին պաշտոն զբաղեցրածներին։ Դուք չեք զգում, որ սաղ զզվել են ձեզնից։ Ոչ թե սաղ զզվել են ձեզնից, դուք զզվցրել եք բոլորին։ Դուք ուղղակի զզվցրել եք բոլորին բառիս բոլոր իմաստներով։ Դուք չեք կարող, ամեն մեկը, որ ձեզ խոսցնում են, ամեն մեկը ձեր հերթին ասում եք, մենք ունենք 2, 3, 4 հատ բարձրագույն կրթություն, այդքան բարձրագույն կրթություն ունենալով հանդերձ։ Ես չունեմ բարձրագույն կրթություն։ Դուք չեք կարող հասկանալ, որ հայ ժողովրդի հայ ազգի մեջ կա մի հատված, որը զզվել է ձեր այդ բառախաղից։ Այդքանը չեք կարող հասկանալ։ Հա։ Այդ եմ ուզում հարցնեմ ձեր բոլորին։ Հասարակ տրամաբանական հարց։ Որից թողեն խոսամ։ Հասարակ տրամաբանական հարց։ Մեծարգո իշխանավորներ, մեծարգո ընդդիմադիրներ, չեմ վիրավորելու ոչ մեկիդ։ Չեմ ուզում վիրավորել։ Գործընթացների շարան 20 թվականի պատերազմից հետո սկսած։ Հիմա ինչ-որ իմպիչմենտի գործընթաց։ Բայց մինչև իմպիչմենտը եղել է շատ գործունեություններ, շատ քայլեր, որը Նիկոլ Փաշինյանին դուք չթողեիք անեին։ Հիմա ռեպորտաժներ, մեկի վրա ցեղ շպրտել։ Կրկնում եմ հարցս, չեք հասկանում, որ հայերի մեջ կա հատված, որը ուղղակի ոչ թե զզվել, այլ արդեն ատում ա ձեզ, զզվում ա ձեզնից բառիս բոլոր իմաստներով։ Մի հատված նայել եմ Ագնես Ախամոյանի այն հարցազրույցից։ Ասում ստորագրություններ ա պետք, մենք կտանք այդ 28 հատ ստորագրությունը։ Տիկին Ագնես Ախամոյան, տես տիկինով եմ դիմում քեզ։ Բայց ոչ թե քո անհատականությունը հաշվի առնելով, այլ քո դաշինքի ղեկավարի, ում շնորհքով դուք մտաք ազգային ժողով, այդ մարդու փաստը հաշվի առնելով, էլի եմ կրկնում, որտեվ այդ մարդու վաղ ես ունեցել եմ հայկական Արցախ։ Ես ոչ Ռոբերտ Քոչյանի դատապաշտպանն եմ, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Լևոնի, ոչ էլ առավել ևս Նիկոլի։ Հարց ուղղեմ քեզ, որ տենց նստել ես գրական, շարադրում ես քո մտքերն, ժողովրդի մի մասն էլ ծափատալի, մի մասն էլ փնովում ա քեզ։ 21 թվականի ընտրությունների ժամանակ, երբ որ հայ ազգի մի մասը ձայն տվեց Ռոբերտ Քոչյանի Հայաստան դաշինքին, որպես ինչ ձայն տվեց, կասես մի հատ։ Հա։ Ինչի հիման վրա ձայն տվեց։ Գնալ քվե պծիչկա դնելու իմաստը ո՞րն էր։ Ձեր բառամթերքով եմ ասում, չեմ հիշում, որ մեկը դա ասե։ Մենք մտնելու ենք ազգային ժողով մեր օրակարգով։ Եվ ընդդես վռնդելու ենք Գիժ Նիկոլին։ Գիժ չեք ասե, ուրիշ ձև եք ասե, վռնդել ենք Նիկոլ Փաշինյանին։ Հեռացնելու ենք իշխանությունից։ Ոչ չեմ սխալվում։ Ագնես Ախամոյան, դու մետ ինձ կհիշացնես 21 թվականի Հայաստան դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչել է ձեր կողմից տեսլական, հա, որ ժողովուրդ մենք մեզ ձայն տվեք, մենք մտնենք ազգային ժողով, որպես տարբերակ։ Հետո Նիկոլը կհանձնի Արցախը, Պրահայում կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, Տաուշից գյուղեր կհանձնի, հանձև եկավ, քամբխվավ։
Հետո մենք կնստենք տաղավարում ու կասենք ստորագրություն եք ուզում արա, մենք կտանք այդ ստորագրությունը։ Այդպես խոսույթ եղել է ձեր նախընտրական ծրագրի շրջանակներում, թե չէ։ Այսինքն դուք 400 քանի հազար ձայնով, հա, իշնորհիվել եմ կրկնեմ Ռոբերտ Քոչարյանին։ Մտեք ազգային ժողով, այսօր ձեզ պահեք բարիգի պես։ Հա։ Այսինքն ստորագրությունն է պետք, մենք կտանք այդ ստորագրությունը։ Էդ ի՞նչ խոսալու ձև է։ Տիկին Խամոյան։ Մարդի խոսալու մեջ էլ պախտուն էր, անձել է։ Եթե մեն ծառերի տերևների տակ էլ մի րոպե ժողովուրդ։ Ասել դոգը։ Կամ ամեն մեկ էլ որ ձեզ խոսցնում են, գլուխ է գովում, ասում եք, որ մենք ունենք լիքը բարձրագույն կրթություն։ Ստացել են առաջարկած այլընտրանքը ո՞րն է։ Կասեք միայն։ Ո՞րն է ձեր առաջարկած այլընտրանքը։ Հե՞։ Նստենք թախտին, սպասենք բախտին։ Հա։ Անջիտ վավայք է VPN-ը։ Չեն թողում խոսամ։ Րոպեն մեկ անջետում են։ Նստենք ինչի սպասենք։ 26 թվի ընտրություններին։ Նստեմ ես որպես հայ, իմ տան մեջ, հա հարց չկա, ոչ մի քաղաքական process-ի մեջ չմտնեմ, չխանգարեմ, չխոսամ, ավել պակաս քֆուր չանեմ, հարց չկա, ոչ մի բան չխոսամ։ Բացարձակ, բերանս փագեմ, լալու կյարի պես վեր ընկնեմ իմ գործերով, իմ կայֆերով, իմ ջինգերով, ամեն ինչով, թքած ունենալով ամեն ինչի վրա։ Ձեր առաջարկած այլընտրանքը ո՞րն է։ Մինչև 26 թվականը։ Հա։ Ձեր օրակարգով ազգային ժողով մտնելով այդ խոսքը դիմում է վերաբերում է նաև պատիվ ունեմին, որտեվ դուք էլ եք կոչում, չէ՞, ընդդիմադիր թև։ Այնտեղ 6 հոգի եք, 8 հոգի եք, ստե 20 քանի հոգի եք։ Հիմա այդ հարցը տալիս եմ ձեր երկու թևին։ Դուք մտնելով ազգային ժողով, ձեր օրակարգերով, ձեր ընդդիմություն եղած ժամանակ Տաուշից յուղեր հանձնվեցին։ Ձեր ընդդիմություն եղած ժամանակ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս։ Դուք ունենալով բազմաժանր բարձրագույն կրթություն կամ կրթության չափանիշներ, կրիտերիաներ, ասան որ դից թողեն։ Ամեն վարկյան անջտում են։ Դուք չեք կարողանում կարդալ սահմանադրության մեջ մի հատ փոքրիկ կետ, որ ըստ մայրօրենքի ազգային ժողովը պետք է կազմված լինի նաև ընդդիմադիր պատգամավորներից, ոչ եմ սխալվում, չէ։ Ուրիշ վաղ գոռում եք, ասում եք, մենք թվով քիչ ենք, մենք ինչ կարանք փոխենք, ճիշտ է։ Էլ եմ ասում, այս հարցը տալիս եմ երկու թևին, որ հանգարց չասեն, մտել ես Քոչարյանի թևին ես քլնգում։ Այս հարցը տալիս եմ երկու թևին։ Դուք եթե տեսնում եք, որ դուք թվով քիչ եք, բայց ձեզից շատերը հստակ գիտեն, որ ազգային ժողովը պետք է կազմված լինի նաև ընդդիմադիր թևից։ Առանց ընդդիմադիր կողմ ազգային ժողովը լեգիտիմ չի։ Ոչ մի իշխանական թևի որոշում ուժի մեջ չի կարա մտնի, վավեր չի կարա համարվի։ Ձև չկա, չեն թողում։ Ճոգում ես ամեն կերպ անջիտում, կարող Facebook-ից դուրս ենք գցում։ Ձեր թևերից որևիցե մեկը, օրինակ պատիվ ունեմը, կամ Հայաստան դաշինքը, հարց։ Հայաստան դաշինքը առաջարկել է պատիվ ունեմին, որպես տարբերակ։ Ասի լսեք, հարգելի գործընկերներ, եկեք դուրս գանք ազգային ժողովից, որ Նիկոլի ընդունած ոչ մի որոշում չհամարվի լեգիտիմ։ Պատիվ ունեմը հատկազարել է կամ հակառակը, չէ։ Բայց ու ինչ կապիկություն եք անեմ։ Հե։ Ինչ կապիկություն եք անեմ դուք։ Ինչ եք առաջարկում, հարգելի Ագնեսա Խամոյան։ Մենք նստենք ազգովի սպասենք, թե հիմա մի քանդել պետությունը կարգախոսով մի հատ կուսակցություն, ոնց է ապականում մեր վերջի ինստիտուտը, Հայ առաքելական եկեղեցին, սպասենք 26 թվին, դա եք առաջարկում։ Հա? Երբ որ ասում եք իմպիչմենտի գործընթացը չի կարող պսակվել հաջողությամբ, բայց ինչ եք առաջարկում դրա փոխարեն։ Էլի եմ կրկնում, հայաքվե, ցույցեր դեպի Տաուշ, որ գնացիք Աշոտ երկաթ մականով մեր հետ հրամանատարներ ընդեր խոսած, լավ արեց խոսած։ Ես միշտ կողմ եմ, որ հայի պայքարող տեսակը խոսա,
Ես միշտ կողմ եմ, որ կռված տեսակը խոսա։ Ես դեմ եմ, որ հայի քնձախ տեսակը միտք արտահայտելու իրավունք ունենա, որ չգիտի ապելուս բեի քարակուսին ինչա, որ չգիտի նժդեհ ինչի մարա պայքար է, եփա պայքար է, որ Սյունիքը մնա հայկական։ Նժդեհին համարում են թշնամի, թելելով Ադրբեջանի թելը։ Ինչ եք դուք առաջարկում, ձեր այլ բանքը ո՞րն է, էլ եմ կրկնում, երբ որ Արցախը ճանաչում էր Պրահայի մաս, Ագնեսա Խամոյան, քեզ եմ ասում ու քո մյուս բոլոր գործընկերներին, առաջարկ եղել է ձեր կողմից, լսեք, պատիվ ունեմ դաշինքի հարգելի գործընկերներ, եկեք դուրս գանք ազգային ժողովից, ազգային ժողովը թող մնա զուտ իշխանական թևով, հետևաբար օրենքի ուժով իր ոչ մի որոշում չի կարող համարվել լեգիտիմ, չի եղել, չէ։ Ինչ էլ այդ ընթացքում միտինգնի, ցույցնի, չէ, ֆանարիկ շոու, բլյադ։ Փորձում եմ կոպիտ չխոսամ։ Հայաքվե։ Օգուտ կա, օգտակար գործողության գործակիցը ո՞րն էր ձեր կազմակերպած ռեալ քայլերի։ Կասեք մի հատ ես հասկանամ։ Հերիքա ազգին դնեք էշի տեղ։ Հերիքա ժողովրդին մատների վրա ֆրցնեք, արա։ Ձեզ առաջարկում է, կամ որ ասում ես, ես մի հատ էլ բան հիշեցի, ասում ես, մենք մեր ստորագրությունները կտանք, թող պատիվ ունեմը գնա ՔՊ-ից ձայներ վեկալի։ Պատիվ ունեմը 6 թե 8 պատգամավոր են, դուք 20 քանի հոգի։ 21 թվի նախընտրականի ժամանակ։ Եղել է այդպես մի հատ կետ ձեր նախընտրականի մեջ, որտեղ գրված է ելել. մենք մեզանից մենակ կտրամադրենք մեր ստորագրությունները, մնացած գործը պետք է պատիվ ունեմն անի։ Ագնեսա Խամոյան, դուք կոչվում եք ընդդիմադիր թև։ Դուք պիտի ծավալեք գործունեություն բացի քեշ փող ու պարգևավճար ստանալուց։ Ասում ես զազրախոսությամբ են զբաղվում մարդիկ։ Լավ բան է սարե, հա։ Որը օգուտ է տվել ժողովրդին, ազգին։ Այն ձևական Նիկոլի դեմքին թռնելը չեմ ասում, այն ձևականությունները։ Այն որ ձեզ փաստացի ասում են գեներալ Մարդու, գեներալ եմ ասում, հա, Սերյան Մուշեղիչին, իչի գնացի ծարա, ասողնովա, անառակ որդու թքող տղեն, ձեր վեճը չի, որտև մի քանի օրից պարգևավճար դիստանակ, ձեն չկա, բայց այդ ամեն ինչը ի տարբերություն մեկ այլ հանգամանքի նայում է ողջ աշխարհը, թե ոնց է հարևան երկրին, չգիտեմ, պարտության մատնած, կռիվներին մասնակցած գեներալ Մարդը Սերյան Մուշեղիչը, այսօր 2 կոպեկի հիմար ու քաղաքական ինչ-որ խաղերի հիմար նվաստանում ազգային ժողովում։ Ու խնդում են մեր վրա որպես ազգ։ Հիմի հարց, դուք այդ 28 հոգի եք, 30 հոգի եք, կամ այդ 8 հոգի պատիվ ունեմ, դուք ձեր քաշով մեկ ոսկի էլ դառնաք, դուք չունեք այն հաշվեկշիռը, որ խաղաք մի ողջ ազգի ինքնասիրության հետ։ Հիմա կասեք մենք չենք խաղում, չէ՞։ Կասեք, մենք չենք խաղում, մենք ուզում ենք պայքարենք, չենք կարում Նիկոլի վրա, բախեք նստե ազգային ժողովում։ Նիկոլն է խաղում, համաձայն եմ ձեր հետ։ Ձեր այդ երկու ընդդիմադիր թևերից ոչ մեկի ելույթը նայելից, ես չեմ զգում, որ դուք նվաստացնում եք հայ ազգին, որպես հավաքական կերպար։ Բա Նիկոլի վրա դուք չեք կարում իմպիչմենտ ասում եք մեզից մենակ ստորագրությունները։ Հարցահասարակ հարց։ Իրանց եղած չեղածով անհեր, անմեր մեծացած մարդիկ, բարիս վատ իմաստով, Վահագն Ալեքսանյան, չգիտի հերնովա, ասում է մենք պիտի նշանակենք կաթողիկոս։ Հայաստանի քաղաքացու վրա թքող անհատականությունը կայծակ զանեց, Ալենի անուն տվի։ Ասում է ես պիտի որոշեմ, Նիկոլը պիտի որոշի ով լինի կաթողիկոս։ Այսինքն սրանք բարիս բոլոր իմաստներով բռնաբարում են Հայաստանի եւ սահմանադրական կարգը եւ իրավական բարոյական նորմերը, դուք ասում եք մեզից 28-ած ստորագրություն։ Հետոն ո՞րն է։ Բացատրեք հասկանամ։ Դրա համար եմ ասում զզվել ենք ձեզնից։ Հետո որ ասում եմ նախկին Նիկոլի մոտ նախկին աշխատակիցներ, խոսք եմ տվել չեմ վիրավորի ոչ մեկի։ Երբ որ ռեպորտաժներ եք տալի հարգելիներս, ասում եք մենք որ ձերբակալ ենք Նիկոլին, հա, մեզ կասեին բա հիմքերը, բայց դրա հետ մեկտեղ նշում եք, որ դուք գիտեիք, որ Նիկոլը այսինչ տեղ է, այսինչ բանն է բանակցում, Նիկոլը այսինչ տեղ է, այսինչ բանն է պայմանավորվել։
բա դա հիմք չի, հա, բա դա հիմք չի, ազգային անվտանգությունը, որ մտյուց ձերբակալի կապիտոլյան Նիկոլ Փաշինյանին, ասի դու անում ես հակասահմանադրական, հակապետական քայլեր, հետո հանեք ժողովրդին ցույց տակ, ասեք նայեք, սա Նիկոլ Փաշինյանի բանակցած թուղթն է, սա Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ դավաճանական փաստաթուղթն է, սրա հիման վրա ազգային անվտանգության ծառայությունը Նիկոլ Փաշինյանին չեն թողում խոսամ, Facebook-ը ինձ հանեմ շպրտմա դուս։ Հետարքինն է, որ մի հատ սովորական օրինակ բերեմ, հասարակ օրինակ։ Այսօր մարդիկ վազմուշացա գեղին, չէ լավ առանց այդ ակցեն, որ ես իմ թեկնածությունը դրի նույն Էդմոն Մարուկյանը։ Հիմի պետք է ես խի պետք է միանամ, պատժեշ կանեմ, պատիվումների դաշ։ Էդմոն Մարուկյան, բոլորս էլ հիշում ենք, անձրևը լցվում է գլխիս։ Դու Նիկոլի մոտ աշխատում էր, принеси подай, иди нахуй, не мешай, դեսպան։ Այդ վաղ խիզենը չեր գալը։ Հա? Էդի խոսած ժողովրդի հետ։ Արա Նիկոլի մոտ զվակեր աշխատելուց հետո հակա Նիկոլ մի խաղացեք։ Ոնց որ այդամ թուրքի հետ բարեկամություն անեմ ես։ Իմ համար Նիկոլը թուրք է։ Իմ համար, ձեր համար հայա դիմեք պարոն վարչապետով, պարոն Փաշինյանով, պարոն մեծագույն գերագույն բոզի տղա հրամանատարով։ Իմ համար ինքը հայ չի։ Ինքը հայի ինքնասիրության հետ խաղացող անառակի որդի է։ Չեմ ուզում քֆուր անեմ։ Արա դուք այդ մարդու հետ, ոնց որ այդամ թուրքի հետ ընկերություն անեմ, թուրքի ձեռի տակ աշխատեմ, օրինակ բերեմ, սենց որ հասկնակ։ Հետո հլնեմ, կամ մի կողմ ասեմ, այն թուրքն լավը չէր։ Ես կարում էի թուրքի վրա, բայց չարեցի այդ քայլը, որտեվ ինձ կասեին դավաճան։ Այդ դա ձեր արածի լոգիկան։ Հա? Դրա լոգիկայի տրամաբանության իմաստը ո՞րն է։ Կամ ինչ է նշանակում ՀՅԴ կուսակցության դիրքորոշումը հայաքվե, այդ բան ասում հայաքվե, իմպիչմենտի վերաբերյալ։ Մի րոպե, հարց ՀՅԴ-ին, նույն Իշխան Սաղաթելյանին, ով ՀՅԴ գերագույն մարմնի անդամ է, ով մի հատ եկած ստատիա է գրել, հա, թե Նիկոլի օրոք ինքնակամ եւ սահմանադրական կարգը խախտելով ինչքան բանա հանձնվել Թուրքին։ Միակողմանի այդ գրառումն էլ կիսվել է ով։ Մեր Լևոն Քոչարյանը։ Լավ արեք կիսվել է, բան չասի։ Լավ բառեր ա գրած, երկար տեքստ է։ Հիմի հարց Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ ՀՅԴ-ին Ալեքսանդրոպոլի պայմանագիրը ստորագրելը ամոթ չէր։ Իմպիչմենտի թուղթը ստորագրելը ամոթ, հա։ Հա։ Լուրջ եք ասում։ Հելենզի մի հատ կհուշեք, էտա այն որ թաղամասն է Հայաստան, Սիլաչիա որտե է, այն որ մեծ քաղաք է կսարքվի, մեծ հսկայական քաղաք, էդի ում համար է կսարքվի, ում փողերով, մի հատ հուշեք էլի իմ նման տկարամտին, ես նվաստս տկարը չկռնամ խասկնամ, ում փողերով է կսարքվի, գիտեք, բա ինչ ընդդիմություն եք խաղան, հա, հարց դաշնակցությանը, որին որպես կուսակցություն իրա պայքարող տեսակի, կռվող տեսակի հիմար ես լիքը տեղ հարգում եմ։ Ալեքսանդրոպոլի պայմանագիրը ով ստորագրեց։ Հա։ Կասեք մի հատ հայկական կողմից։ Բա հիմի իմպիչմենտ, որ Նիկոլ Փաշինյան պի ամսավություն հայտնեք։ Ինչի եք գնացել մտես սրա նրա ձվերի արանքը ասում, տենամ ինչ հոտա գալի, այդ համ ստորագրեմ թե չէ։ Դուք որպես կուսակցություն, որպես միավոր գոյություն ունեք թե չէ։ Թե չէ, այդ էլ ջրվա, բիզնեսնի, հա։ Արա քեշ փողի հիմար։ Դուք ձեր բերանով ամենամեծ աբսուրդը էտա։ Դուք ձեր բերանով ինքները ձեզ ծախվածի աչոտ եք տալի։ Չեք աման, չէ։ Ելեմ ասեմ, Ագնեսա Խամոյան, այլ ընտրանքը ո՞րն է, երբ որ ասում ես իմպիչմենտի գործընթացը իրատեսական չի։ Ես չեմ հասկանամ իմպիչմենտից։ Ես քո հետ չեմ վիճվի։ Ես չունեմ այդ բարձրագույն կրթություն։ Այլ ընտրանքը ո՞րն է։ Մտնենք համացանց նորություն կարդալու համար, հա, ու տեսնենք, թե իրենցից ոչինչ չներկայացնող ոմն խոռոփազավրները ոնց են
վիրավորանքի եւ ապականության խոսքեր նետում դեպի մեր հայրաքելական եկեղեցի, դա է ձեր առաջարկած այլ ընտրանքը։ Բա որն է։ Ուրիշ ինչ եք առաջարկում։ Սպասենք 26 թվի ընտրություններին։ Ձեզից ո՞ր մեկն է գարանտիա տալի, որ մինչև 26 թվի ընտրությունները Սյունիքը կմնա հայկական։ Չկա չէ գարանտիա։ Քաղաքասարքվում։ Մե եկը թողամաս։ Դատախազությունը։ Հետա բալետ բարող մեր գլխավոր դատախազը ասել է, որ ասում է, բռնա գանձել եմ, ոնց որ Զալատայի անտիլոպա են բռնե։ Բռնա գանձում ենք ու բռնա գանձում ենք։ Մի հատ էլ հարցնամ ու ռադս քաշեմ էթա։ Ներվեր չունեմ։ Նիկոլ Փաշինյան, խոսամ դիվանագիտական անձնագրերից։ Որ անջատվում է։ Դիվանագիտական անձնագրեր ովքեր ունեն Հայաստանի Հանրապետությունում այս պահին։ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագրեր։ Ու հարց համար մարդիկ իրավունք ունեն կրեն դիվանագիտական անձնագրեր, թե չէ։ Եթե ես շատ բան չեմ խոսում, դա չի նշանակում, որ ես խոսալու բան չունեմ, ասելիք չունեմ։ Բայց ել եմ կրկնում, այսեն զզվել եմ։ Ես ասել եմ ու էլի կրկնում եմ։ Ես քաղաքականության մեջ մտնելու ցանկություն չունեմ։ Ընդհանրապես, որտեղ որ նայում եմ, ինչքան